Երևանը Հայաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրն է։ Այն գտնվում է երկրի կենտրոնական մասում, Հրազդանի երկու ափերին։ Երևանը որպես Էրեբունի ամրոց-քաղաք հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի ան, մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում, Էրեբունի անունով։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսիք են Թեյշեբաինին և Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Վաղ միջնադարում քաղաքը մեծ հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր։ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մարդը այնտեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Հայ մատենագիրները վկայակոչելով Երևանի անվան ծագումը երկար ժամանակ այն կապել են Նոյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ։ Իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է «Երևաց»։ Այստեղից էլ Երևան անվանումը։ Առավել տարածված է այն տեսակետը, որ Երևան անունը կապված է Էրեբունի Բերդ քաղաքի անվան հետ, սակայն կան նաև այլ տեսակետներ։ Դրանցից մեկի համաձայն հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի ան կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն կամ կոչել է Էրի կամ Արի ցեղի երկրի անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները, արիական ցեղերը, հիշում են իրենց Արի ցեղին պատկանելու փաստը։ Գրավոր աղբյուրներում նշում այդ մասին։ Երևանը կոչվել է նաև Իրիվան, Էրևան, Ռևան, Իրավան, Այրիվան և այլ անուններով։ Երրորդ դարի սոգդիական մանիքեական մի տեքստում նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին պարսիկ նկարիչ Մանիի աշակերտներից մեկը Ռավան բնակավայրում հիմնել է մանիքեական համայնք։ Սա հիմք է տալիս մտածելու, որ խոսքը կարող է Երևանի մասին լինել։ Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ հազարամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում, Գիրք Թղթոցի մեջ։ Երբ մեր թվարկությունից առաջ 330 թվականին վերականգնվում է հայոց անկախ պետականությունը, դեռ 6-րդ դարում հիմնված Երվանդունիների թագավորական տոհմը բազմում է հայոց գահին։ Նրան փոխարինելու է գալիս Արտաշեսյանների դինաստիան։ Հայ